Եվ տեսնենք 11 մետրանոցը ինչպես կստացվի, Կորյուն Ղազարյանն դեպ իրացնելու Բավարիայից կարող են հավասարեցնել հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին ու տեսնենք ինչպես կստացվի։ Ստեփանյանը կարող է ուղղել իր սխալը, քանի որ նա բերեց 11 մետրանոց, սկա սուրիչը Կորյուն Ղազարյան ու գնդակը ցանցում է, անկասելի արված էր, խաբեց դարպասապային եւ գնդակն ուղարկեց այնտեղ, որտեղ Ստեփանյանը չէր կարող էլ հասնել։ 1-1 Բավարիան հաշվի մեջ հավասարություն է մտցնում եւ ստացվեց արդյունավետ հարված։ Երանոսյանը վաստակեց, Ղազարյանն իրացնում է։ Տեսնենք շարունակությունը ինչպես կստացվի։ Անտոնյան աչի եզրում է, հետ փոխանցում դեպի դարպասապը Ստեփանյանը, գլորում է գնդակը դեպի աչի եզր, Գառնիի ֆուտբոլիստները գրոկը զարգացնեն, Գրիգորյան, ծախ եզր է ուղարկում գնդակը և այստեղից փոխանցում առաջ Ղազարյանը հաջող գործեց, այսօր շատ ակտիվ է Ղազարյանը, իհարկե Ներսիսյան Եվ չստացվեց, չնստեց գնդակը ոտքին, այստեղ ինչպես մտածել էր Ներսիսյանը և չստացվեց գնդակը հասցնել դեպի դարպասը։ Կարելի է գնդակը ներողություն մտցնել խաղի մեջ, Բավարյան ևս մեկ գիրոք կձեռնարկի, հավասար ֆուտբոլ է ամբողջությամբ դաշտում և մենք դա տեսնում ենք, գնում է առաջ Բավարյան ուղիղ կենտրոնով, հարվածի կամ առաջ խաղացման տարբերակներ չկային, Զարոյան հետևեց փոխանցում, գալիս է գնդակը Գրիգորյանի ուղղությամբ, Գրիգորյան ձախ եզրում է պաշտպանության, հետ փոխանցում դեպի Ստեփանյանը, Զարոյան և Ղազարյանն է նորից հաջող գործում, այս խաղակեսի առայժմ լավագույն ֆուտբոլիստն իհարկե վտանգավոր մեկ հարված, ներողություն, ևս մեկ վտանգավոր գործողություն փոխանցման տեսքով դեպի Երանոսյանը և նաև դարպասի գրավում 11 մետրանոցից։ Ախտում է արձանագրումը ցավարն այստեղ, հուսանք որ լուրջ ոչինչ չկա։ Ղազարյանի փոխանցումից հետո տիրում է գնդակի Գառնիի ֆուտբոլիստը Բաղդասարյան և հաջող խլում ենք տեսնում ու փորձում են առաջ շարժվել Բավարիայի խաղացողները, Զարոյան պահեց գնդակը, թողնում է խաղանկերոջը և աչի եզրից փոխանցում հետևեց փակված է, Տիգրանյանը փորձեց, ևս մեկը կարծես թե կլինի, ոչ հեռացված է գնդակ ու եզրային նետում կտեսնենք պահում են գնդակը Բավարիայի խաղացողները, գալիս է դեպի ձախ եզր, այստեղից հարված, բայց չստացվեց։ Կտեսնենք հարված դարպասից գնդակի փոփոխություն կլինի, դրանով է պայմանավորված այս դադարը,
Ստեփանյանն է գլորում գնդակը ձախ եզր։ Խորքից փոխանցում ենք, տեսնում առաջ։ Տիգրանյանը փորձում է գնդակ խլել, Բաղդասարյանը համար պայքարի մեջ է, Տիգրանյան հետևեց փոխանցում, որի ճանապարհը փակված է, Բաղդասարյան ուղարկում է գնդակը ձախ եզր եւ գնում են առաջ Գառնիի ֆուտբոլիստները, տեսնենք ինչպես կստացվի։ Այս պայի շարունակությունը չի հաջողվում ամեն դեպքում եւ եզրային նետում է լինելու։ Ղազարյանը կնետի եզրից։ Տեսնում ենք փոխանցում առաջ Գասպարյան ուղարկում է գնդակը դեպի կենտրոն Ալբերտ Անտոնյան եւ հերվից փորձ է կատարում Ալբերտ Անտոնյանը, այսպիսի արվեստների իհարկե պետք են։ Գնդակով է պաշտպանության կենտրոնում Բավարիայի ֆուտբոլիստը Զարոյան ուժեղ փոխանցում առաջ ընդունեց խաղանկերը գնդակը դաշտի միջին գոտում, Տիգրանյանն այստեղ է, փորձում է շարունակել, շարունակվում է համար պայքարը, մրցակցությունը գնդակի համար, Սիսյան, Տիգրանյանն է գնդակ խլում այստեղ, շարունակությունը տեսնենք ինչպես կստացվի Բավարիայի կողմից, 3 րոպե ունենք մինչև հանդիպման առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտը, շատ դադարներ որպես այդպիսին չեն եղել։ Զարոյան փոխանցում դեպի Ղազարյանը խորքից ուժեղ փոխանցում առաջ Գրիգորյանը տիրում է այստեղ գնդակին եւ հաջող գործում Երանոսյանի հետ պայքարում առաջ ուղարկեց Զարոյանն այստեղ կասեցնում է եւ Երանոսյանին տալիս գնդակը Գրիգորյանը ուղեց իր սխալը միանգամից բայց սայթակում է Երանոսյան ձախ եզրում գնդակով է հետևեց փոխանցում դեպի կենտրոն գալիս է գնդակ աչ եզր Զարոյան այստեղ տիրում է գնդակին Արա Զարոյանը հետևեց արված ու Ստեփանյանը կարողանում է հեշտությամբ վերցնել գնդակ ուժեղ նետում առաջ բաց թողեց գնդակը Ղազարյանը եւ հետևում է արված շոտ վտանգավոր եզրափակում էր Արվաստը արպասից խաղարկեց արդեն Բավարյան Ղազարյան Տիգրանյան տիրում է գնդակին դեպի աչի եզր փակում է Գասպարյանը այս փոխանցման ճանապարհը վերջին րոպեն է արդեն այս խաղակեսի հիմնական ժամանակի աչի եզրից դեպի ավելի կենտրոն Տիգրանյանը հարվածում է բայց բարձր ստացվեց այս փորձը Թույլ է տալիս մրցավարը խաղարկել գնդակը Գրիգորյանը դեպի Ալբերտ Անտոնյանը փոխանցեց աչ եզր վերջինս հետ է ուղարկում դեպի պաշտպանության կենտրոն Գրիգորյան 2 րոպե մրցավարն ավելացրել Դարպասապան է տիրում այստեղ գնդակին ու կատարում ուժեղ հարված առաջ Գրիգորյան ընդունեց գնդակը Տիգրանյանը հետ է փոխանցում կատարում, Ներսիսյանը կասնի այս գնդակին ձախ եզրում, Օթային փոխանցում է հետևում և հեռացված է գնդակը Ղազարյանը պաշտպանությունը նորից աշխատեց, Տիգրանյանը Զարոյանի հետ է խաղում և փոխանցում դեպի ձախ եզր, փորձում է գնդակ խլել այստեղ խաղանկերը Գառնիից ստացվեց և դեպի կենտրոն Բաղդասարյանն է եզրափակում, բայց չնստեց գնդակը ոտքին Արվաստը արպասից կլինի
Ղազարյան գլորում է գնդակը Զարոյանի ուղղությամբ պրեսինգ կա, բայց Զարոյանը չկորցրեց գնդակը եւ խորքից ուժեղ փոխանցում առաջ դեպի մրցակցի պաշտպանություն Երանոսյանը փորձում է հասնել գնդակին Գասպարյանը պրեսինգի է գնացել Երանոսյան աչքի եզրում պահեց գնդակը եւ սա անկում, որը մաքուր էր գնդակին էր բայց Բավարյան շարունակելու է Տիգրանյան, լավ գործեց այստեղ Ստեփանյանը փրկում է Զարոյան միգուցե եւս մեկ հարված հետևի միջև ընդմիջման գնալը մրցավարը թույլ է տալիս շարունակել եւ անկյունային կտեսնենք Հարկված է գնդակը ձախ եզրում դեպի այստեղից կենտրոն եւ Զարոյանը չի հասցնում այստեղ ու վերջ խաղակեսն ավարտված է կարճ դադար Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ երկրորդ խաղակեսը մեկնարկել է արդեն Բավարյան մրցում է Գառնիդը 1-1 հաշիվ է լուսատախտակին ու տեսնենք երկրորդ կեսն արդեն ինչպես կստացվի կարծում եմ իրադարձությունները լինելու են եւ էլ ավելի հետաքրքիր շարունակություն է մեզ սպասվում Ստեփանյանն է այստեղ տիրում գնդակին Ուժեղ նետում առաջ դարպասապայի կողմից Գրիգորյան սայթակեց, բայց հարվածելու պայն է վնասեց ոտքը, եկեք սպասենք այստեղ
Գրիգորյան Տուգանային հրապարակում է, պահում է գնդակը եւ Բաղդասարյանից հետևեց արված ամեն դեպքում դիպուկ գտնվել չի ստացվում այստեղ եւ գնդակը խաղի մեջ կմտցնեն Բավարիայի ֆուտբոլիստները։ Փոխանցում դեպի Աչիեզեր Բավարյանը գնում առաջ Տիգրանյան, պահեց գնդակն արձակման Աչիեզրում, ստանում է պատասխան փոխանցումը։ Ամեն դեպքում գնդակը անցնում է Գառնիի ֆուտբոլիստներին։ Եզրային նետում կլինի։ Փոխանցում առաջ եւ Գրիգորյանն է այստեղ տիրում գնդակին ձախ եզրում, բայց խլեց Բավարիայի ֆուտբոլիստը համար պայքար Գրիգորյանը վերադարձրեց գնդակը եւ փակված է այս փոխանցման ճանապարհը ամեն դեպքում պայքարում է Գրիգորյանը եւ եզրից նետելու է Բավարյան Զարոյանը կնետի եզրից Ներսիսյանը փակեց գնդակի ճանապարհը ամեն դեպքում Բավարյան շարունակում է մնալ գնդակով աչ եզրից Տիգրանյան հետաքրքիր է որ այսօր այս գրոյից հետո եւ Բաղդասարյանը կորցրեց գնդակն այստեղ 3-10 համար կա այսօր դաշտում 2-10 համար Բավարիայից Կորյուն Ղազարյանը եւ Արա Զարոյանը ինչպես նաեւ ոչ ներողություն 4-10 համար Տիգրանյանը եւս 10 համարով է այս բան հանդես գալիս Բավարիայից եւ Գրիգորյանը Գառնիի կազմում եւս 10 համարով է եւ հաճախակի կարծում եմ կարող եմ նշել որ 10 համարներն են պայքարի մեջ Երանոսյան Ներսիսյան եւ Վարդանյան այստեղ շարունակելու է թիմի գրոհը դեպի Գրիգորյանը փոխանցում տեսնում ենք արված եւ գնդակն այստեղ արդեն ցանցում է չվրիպեց Գրիգորյանը եւ առաջ է մղում իր թիմին հաշվի մեջ շատ լավ եզրափակում ստացվեց ու գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը այս փորձին երկար էր գնացել Գրիգորյանը ու կարողանում է աչքի ընկնել գոլով իսկապես հաջող եզրափակում ստացվեց տեսնենք ինչ պայքար են ընթանալու այս գոլից հետո բնականաբար երկու թիմերն էլ շարունակելու են իրենց պայքարը ու փորձելու են լավ գործել Ղազարյան ուղարկում է գնդակը ձախ եզր Երանոսյան վերջինս տեղաշարժվում է դեպի կենտրոն եւ կլում է գնդակը մրցակցի ֆուտբոլիստը ու փոխանցում դեպի Վարդանյանը վերջինս կենտրոն ուղարկեց Ղազարյան փորձում է փակել մրցակցի ճանապարհը եւ հաջողվեց դա անել Ֆարվաս դարպասից կլինի Ղազարյան փոխանցում է դեպի Աչիեզեր Զարոյան պրեսինգի եկել են Գառնիի ֆուտբոլիստները Տիգրանյան Ներսիսյան դեպի Վարդանյանը վերջինս ուղարկում է գնդակ Ալբերտ Անտոնյանին Աչիեզեր եզրային նետում կլինի Երանոսյան փորձում է պահել գնդակը փոխանցում դեպի Վարդանյան Աչիեզեր տեսնենք այս փորձը ինչպես է ստացվելու հետևեց արված դարպասապանը տիրում գնդակի եւ ուժեղ փոխանցում առաջ Զարոյան գալիս է գնդակը Գասպարյանին բայց խախտում է արձանագրում հանդիպան մրցավարն այստեղ Անտոնյանը Աչիեզրում է փոխանցում դեպի Վարդանյանը վերջինս ուղարկեց գնդակն առաջ եւ
Բավարիայի արագ հակագրը տեսնենք ինչպես կստացվի, աչից կա Տիգրանյանի տարբերակը, բայց փոխանցում այդպես էլ չհետևեց, իսկ մրցավարը խախտում չէր տեսել այն ինչ որ պահանջում էր Բավարիայի ֆուտբոլիստն այստեղ, կրունկով դեպի Գասպարյանը, վերջինս ուղարկում է կենտրոն, Ներսիսյանը չհասցրեց, բայց մնալու է գնդակը Կարնիի մոտ եզրային նետում կլինի Բաղդասարյանը հասցրեց ձախ ուղարկել գնդակը, Ղազարյանն է Գասպարյանի դեմ պայքարում և վերադարձրեց գնդակն այս իրավիճակում, արված դարպասից կլինի Երանոսյանը առաջ են գնում Բավարիայի ֆուտբոլիստները, տեսնենք ինչպես կստացվի, պահում է գնդակը Երանոսյանը դեպի ձախ փոխանցեց, վտանգավոր է դրություն է տվեց հարված ամեն դեպքում, բարձր է ստացվում այս փորձը և մրցավարը թույլ է տալիս կատարել փոփոխությունը Ուժեղ փոխանցում հետևում առաջ Մարկոսյան փորձեց խլել գնդակը Անտոնյան հետ փոխանցում դեպի Ստեփանյանը վերջինս առաջ է ուղարկում գնդակը և ձախ եզրով գրոյի շարունակություն և դարպասապան է այստեղ տիրում գնդակին Երանոսյանը հաջող գործեց այստեղ Մարկոսյան, պահում է գնդակը ձախ եզրում Տեսնենք, հաջող հանցում էր Տանգավոր հետևեց նաև հարված, բայց ամեն դեպքում բարձր ստացվեց այս փորձը Զարոյան ներողություն, դեպի աչի եզր Գնում է առաջ Բավարյան Այստեղից դեպի կենտրոն փոխանցում, բայց կարողանում է գնդակ կլել Գառնին, բայց հասնել այդ նույն գնդակին չստացվեց եզրային նետում կլինի Մարկոսյան, ախորան պայքար է Չստացվեց պայել գնդակը, արվեց դարպասից կլինի Ստեփանյան գլորում է գնդակը դեպի Ալբերտ Անտոնյանն աչի եզր Այստեղից Վարդանյանը հետ փոխանցում կատարեց Ստեփանյան, պրեսինգի ամեն դեպքում Բավարյան մասամբ գնացել է, ոչ ամբողջական Բաբայան հաջող գործեց Եվ տեսնենք ինչ շարունակություն է մտածել Աչի եզրից Վարդանյանը հարվածում է, բայց դեպի դարպասը այս փորձը չստացվեց ու գնդակը Բավարիայի ֆուտբոլիստները խաղի մեջ կմտցնեն, Ղազարյանն է պատրաստվում դա անել Փոխանցում դեպի Աչի եզր Վարդանյան, Զարոյանն է այստեղ գնդակի խլում կատարում Եվ փակված է գնդակի ճանապարհը եզրային նետում կլինի Մարկոսյան, աչի եզրում է, հետևեց փոխանցում առաջ Տեսնենք ինչպես կստացվի, հետևում է արված, որը փակված է Եվս մեկը, սա փոխանցում ստացվեց, բայց հեռացված է ամեն դեպքում գնդակը Բավարիայի կողմից Երանոսյան պայել այստեղ գնդակը չի ստացվում Եզրային նետում ենք տեսնում Վարդանյան Գրիգորյան Եվ ինչ է այստեղ մրցավարը ցույց է տալիս, որ խախտում չկար ու գնում է առաջ Բավարյան, Զարոյան Հետևեց փոխանցում փակված է Դեպի ձախ եզր, բայց Երանոսյանը չի կարողանում պահել գնդակը
Ալբերտ Անտոնյանն է եզրից նետելու։ Փոխանցում դեպի պաշտպանության աջ եզր, պահելու է գնդակը իր մոտ Գառնին, Ստեփանյան, հետևեց ուժեղ փոխանցում առաջ, Զարոյանն է այստեղ տիրում գնդակին, հանգարեց մրցավարը, բայց ոչ այնքան, որ վիճաբանական լինի, այնպես որ Բավարյան շարունակում է, Երանոսյան, դեպի կենտրոն է տանում գնդակը, Երանոսյանը, երկար մնաց գնդակով, բայց չկորցրեց միևնույն է Բավարիայի ֆուտբոլիստը ու Գասպարյանն այստեղ հաջող գործեց, նետվում է արագ հակագրոյի Գառնին, Մարկոսյանը դիմավորել է մրցակցին, գրեթե խլել էր գնդակը եւ հիմա ամեն դեպքում հեռացնում է։ Գասպարյան դեպի ձախ եզր։ Գնում է առաջ Բավարյան, արջից կա տարբերակ, այդպես էլ վարվում է Բավարիայի ֆուտբոլիստը, Մարկոսյանին փոխանցեց, վերջինս պատասխան փոխանցումն է ուղարկում, բայց Գառնին խլում է գնդակը, ամեն ինչ այստեղ Գառնիի օգտին դասավորվեց, դեպի կենտրոն է գալիս, Ներսիսյան, բայց սա անկում տեսանք, Ղազարյանն է փորձում խլել գնդակը, Ներսիսյանն ամեն դեպքում մնում է գնդակով, հետևեց փոխանցում, տեսնում ենք նաև Արված Վարդանյանից, բայց չստացվեց այս փորձը։ Ղազարյան, հետևեց փոխանցում, վտանգավոր դրություն է, բայց այս հարվածը չստացվեց։ Ստեփանյանը գնդակը կմտցնի խաղի մեջ, հետևում է ուժեղ փոխանցում առաջ, Ղազարյանը այստեղ տիրեց գնդակին, ձախ եզրով կշարունակի Ղազարյանը, տեսնենք ինչ է մտածել, Երանոսյանի հետ է խաղարկում, փոխանցում դեպի Զարոյանը, Երանոսյան, Պահեց գնդակը, տեսնում ենք հարված և դիպուկ չստացվեց այս փորձը, հարված դարպասից կլինի։ Գրիգորյան տիրեց այստեղ գնդակին անդրադարձից հետո ոչ ստացվեց գրավել դարպաս, այ կես հետաքրքիր իրավիճակ, Գրիգորյանը որոշեց ժլատություն չանել այստեղ, փոխանցեց, բայց միգուցե Ներսիսյանը ամեն դեպքում ավելի շատ վստահ էր, որ կա հարվածի Գրիգորյանը, եկեք չմոռանանք, որ բոլոր Գառնիի խաղերում Ներսիսյանը գոնե 1 գոլ խփել է, ներողություն եւ կասկածի տակ չպետք է դնել նրա արդյունավետությունը դաշտում։ Ալբերտ Անտոնյան հեռացնում է գնդակը, Գրիգորյան փոխանցում դեպի ձախ եզր, եզրային նետում կլինի, Բավարիայի ֆուտբոլիստներն են խաղարկելու գնդակը, Զարոյան հետևեց փոխանցում, Գրիգորյան և կա խաղի կանոնների խախտում այստեղ։ Գրիգորյանն է փոխանցում կատարում առաջ, Ներսիսյան, թողեց Անտոնյանին գնդակը, Անտոնյան, փոխանցում ձախ եզր, հետևում է փոխանցման փորձ ու դարպասապա տիրեց գնդակին Մարկոսյան, աջ եզրում է Նարեկ Մարկոսյանը, այստեղից ավելի կենտրոն փոխանցում հետևեց, Գրիգորյանն է շարժվում առաջ, փոխանցում աջ եզր, Անտոնյան, դեպի Գրիգորյանը, վերջինս պահեց գնդակ իր մոտ ու թույլ է տալի շարունակել մրցավարը, այդ փոխանցում դեպի Ալբերտ Անտոնյանը, Ներսիսյան, Գրիգորյան, նորից Ներսիսյան, լավ գործեց ու հարվածում է, դարպասապահը կարողացավ վերցնել գնդակն այստեղ, Մարկոսյան, շարժում է առաջ, լավ անցումներ էին Մարկոսյանից, մնաց գնդակով Բավարիայի ֆուտբոլիստը և Գասպարյանն է գնդակ խլում, շատ լավ գործեց Գառնիի 22 համարը և ձախ եզրում է արդեն դեպի կենտրոն փոխանցում, Ներսիսյանից դեպի նորից ձախ եզր, դեպի Տուգանային հրապարակ անդրադարձ Զարոյանը հեռացնում է գնդակը ու եզրային նետում կլինի։
Կարգեց գնդակը Բավարյան, տեսնենք այս փորձը ինչպես է ստացվելու Երանոսյան ու Ալբերտ Անտոնյանն է հաջող խլում կատարում եւ կսլանը առաջ գրոհում է հիմա Գառնին փոխանցում ձախ եզր Անտոնյանից, այստեղից մեկ հպումով եւս մեկ փոխանցում ու Բավարիայի ֆուտբոլիստները միևնույն է տիրում են գնդակին Մարկոսյան փորձում է Արչևի գծում Գրիգորյանը լարվածություն ապահովել Գառնիի կազմում, բայց հիմա Բավարիայի գրոհը դիտելու հերթն է Ղազարյան Բայց գնդակը հետևեց արված, բայց լավ արված չստացվեց Ղազարյանից, ով խփել է Բավարիայի առայժմյակ գնդակ, եկեք չմոռանանք, որ 11 մետրանոցից անվրեպ գտնվեց Ղազարյանն առաջին խաղակեսում, բայց ամեն դեպքում դա բավական չէ, պետք է նոր գոլի մասին մտածել, Գրիգորյան աչքի եզրում է լավ պայքարեց գնդակի համար, բայց Զարոյանը բլոկ է դնում Գրիգորյանի ճանապարհին, ամեն դեպքում եզրային նետում կլինի Գրիգորյանը փոխանցեց դեպի Ներսիսյանը, աչքի եզր հետևում է տարակ հարված, որը դիպուկ չստացվեց։ 43-րդ րոպեն է արդեն ավարտին մոտենում, քիչ ժամանակ կա եւ Բավարյան դեռ ունի հնարավորություն միանշանակ, այնպես որ այս հարցով ոչինչ չկա ասելու։ Մարկոսյան աչքի եզրում է, անկյունագծով փոխանցում, Գասպարյանը մոտեցել է պրեսինգի։ Այստեղից դեպի Ղազարյանը վերջինս ուղարկեց ավելի կենտրոն գնդակը։ Նորից Ղազարյան, Տուգանային հրապարակում է եւ այստեղ ոչինչ չկա։ Կախման մասին է խոսքը։ Զարոյան տիրեց գնդակին, Զարոյանն այստեղ հետևում է արված անդրադարձ եղավ ու աչքի եզրից անկյունային կտեսնենք Բավարյանը իրացնելու ստանդարտը կարգեցին միանգամից գնդակը Երանոսյան, Զարոյան, օթային փոխանցում է հետևում այստեղ հեռացված է գնդակը եւ Գառնին է փորձում գնալ առաջ եւս մեկ փորձ է ամեն դեպքում լինելու Երանոսյան եւ Անտոնյանն այստեղ գնդակի խլում փորձեց կատարել, միևնույն է գնդակը պահում է Մյունխենի Բավարյան, փոխանցում դեպի Ղազարյանը, բայց չստացվեց հասնել այս գնդակին։ Ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ։ Գալիս է գնդակը դեպի կենտրոն, հետևեց այստեղից Սարվածի փորձ ու դարպասապան է հաջող գործում։ Ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ Գասպարյան հեռացրեց գնդակը եզրային նետում կլինի Մարկոսյան ուղարկեց գնդակը Զարոյանին եւ լավ էր մտածել Զարոյանը անկյունային կլինի այո այնտեղ Գառնիի ֆուտբոլիստը շեղեց գնդակի ուղղությունը 4 րոպե 46 Օթային փոխանցում ենք տեսնում Գասպարյանը նորից հաղթում է օթային պայքարում Ղազարյանի դեմ գնդակի համար պայքար է եւ եզրային նետում կլինի Մարկոսյան փողում է գնդակը Մարկոսյանը լավ շրջվեց ու շարժվում է առաջ հետևեց հերվից փորձ Ստեփանյանը վերցնում է գնդակը ու նետում այն առաջ Աշտպանը հաջող է գործում այստեղ Մարկոսյան տանում է աչքի եզր գնդակը կորցրեց Գառնին փորձում է գնալ առաջ ձախ եզրից հետևեց փոխանցում միգուցե արված էլ տեսնենք
Եվ չստացվեց այստեղ։ Կարելի է գնդակը մտցնել խաղի մեջ, քիչ ժամանակ կա, պետք է ամեն գնով փորձել փրկել այս խաղը, իհարկե Բավարիայի խնդիրը դա է։ Զարոյան դեպի կենտրոն փոխանցում հետևեց Ղազարյան, բայց չհասցրեց հարվածել Ղազարյանը, տեսնենք, անկյունային է նշանակում մրցավարը, 11 մետրանոց երկրորդ անգամ չի լինի։ Եվ տեսնենք ինչպես կխաղարկի Բավարիան այս ստանդարտը, աչի եզրից հետևեց փոխանցում, և Անտոնյանն է հեռացնում գնդակը, Մարկոսյան, ուժեղ փոխանցում առաջ այստեղ, անդրադարձ Զարոյանը իջեցնում է գնդակը, Տուգանային հրապարակում է, նաև հարվածեց, փակում են ու հեռացնում Գառնիի պաշտպանները գնդակը։ Եվս մեկ գրով Բավարիայից արդեն պաշարում է մրցակցի պաշտպանությունը Բավարյան, Երանոսյան, Վարդանյանը դիմավորեց մրցակցին, Ներսիսյանն էլ հաջող շարունակություն է տալիս ու լավ փոխանցում գծում դեպի մրցակցի պաշտպանություն և գոլ 3-1 Գառնին եզրափակում է այս հանդիպումը։ Շատ հաջող փոխանցում ու եզրափակում տեսանք, եվս մեկ հրաշալի գրով և Գառնի շարունակում է տպավորը։ Ճիշտ է, մեկ պարտություն կրել են, բայց ընդամենը երրորդ հանդիպումն են անցկացնում և բնականաբար, չորրորդ ներողություն, և բնականաբար պետք է որոշակի ժամանակ, բայց արդեն շատ լավ ինտեգրվել են ԱՄՖ-ում իհարկե։ Հարկում են Բավարիայի ֆուտբոլիստները, շատ քիչ ժամանակ ունենք մինչև հանդիպման ավարտը և Բաբայանն է առաջ ուղարկում գնդակն ու դարպասապահը ֆիքսում է այն, փոխանցում դեպի Ձախիեզր, այստեղից դեպի Զարոյանը, լավ շրջվեց, Գրիգորյան, աչի եզրում է Գրիգորյանը, հետևեց փոխանցում, Մարկոսյանը հեռացրեց գնդակը, թողնում է խաղանկերոջը, աչի եզրում, Ղազարյան, Տուգանային հրապարակում, հետևեց փոխանցում, հարված չի հետևում Երանոսյան, տեսնենք կլինի պատասխան փոխանցումը թե ոչ, տեսնում ենք դեպի Ղազարյանը փոխանցում, բայց Գառնիի ֆուտբոլիստները հաջող գործեցին և եզրային նետում կլինի, նետելու է Գառնին եզրից։ Ներսիսյան տիրում է գնդակին, փոխանցում դեպի կենտրոն, Գրիգորյանը բաց թողեց գնդակը, շատ հանգստությամբ, վստահ լինելով, որ Անտոնյանը աջ եզրից կարձագանքի, Գրիգորյան դեպի կենտրոն, փոխանցում Ձախիեզր, շոթային փոխանցում, արված ու բարձր ստացվեց, քիչ էր մնում ևս մեկ գնդակ տեսնենք այս խաղում։ Եվ դարպասապան է միանգամից գլորում Աչիեզր գնդակը, ևս մեկ գրով Բավարիայից կլինի, անկյունագծով փոխանցում դեպի ազատ խաղանկերը։ Բացում է Զարոյանը Ձախից, Ղազարյանը Աչից, հարվածում է Ղազարյանը և Ստեփանյան, ևս մեկ ոսկե սուպեր սեյվ Ստեփանյանից։ Շատ լավ հեռացրեց գնդակը, այո, գաղտնիք չէ, որ դարպասապահի նմանատիպ ցատկերը էլ ավելի են գեղեցկացնում դրվագը, բայց այստեղ իսկապես Ստեփանյանը փայլեց, շատ թեթևությամբ ճախրեց օդում, ինչպես ասում են, ու հեռացրեց գնդակը։ Լացվել էր Ներսիսյանը, չստացավ գնդակը և Բավարյան ևս մեկ գրոյ է գնում, այս պահ եթե օգտագործեն հիմա 3-2 կլիներ հաշիվը, Գրիգորյան, փոխանցում Ձախիեզր Բաբայան, շարունակում է թիմի գրոյը, ուղարկեց ազատ խաղանկերոջը գնդակը, Զարոյան, աչի եզրում է Զարոյանը և այստեղից փոխանցում Երանոսյանի ուղղությամբ և կար խախտում Երանոսյանի կողմից այստեղ։ Ստանդարտ, տեսնենք ինչպես կստացվի։
Բաբայան, տեսնում ենք, հարված ոչ սա փոխանցում էր ու Գրիգորյանը եզրափակեց, շատ գեղեցիկ եզրափակում է տալիս Գառնին, հրաշալի համագործակցություն էր և վստահ հաղթանակ Բավարիայի նկատմամբ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք այս խաղի համար այսքանը, հաջողություն։